Ողջույն սիրելի հետևորդներ, Արսնաձորի լեգենդը հեռուստասերիալն այս օրերին թևակողել է իր ամենալարված ու դիտարժան փուլը, որտեղ յուրաքանչյուր կադր ու յուրաքանչյուր խոսք կարող է փոխել ամեն ինչ։ Մենք ականատես ենք լինում հույզերի մի այնպիսի հորձանուտի, որտեղ բախվում են անցյալի գաղտնիքները, մայրական ցավն ու երիտասարդների կործանված ճակատագրերը։ Այն, ինչ կատարվում է նոր սերիայում, պարզապես հնարավոր չէ առանց հուզմունքի դիտել։ Իրադարձությունները սկսվում են չափազանց ծանր ու ողբերգական տեսարանով։ Անիկը կորցնելով իր հոգեկան հավասարակշռությունը ծնկի է գալիս Լալայի առաջ։ Սա միայն խնդրանք չէ, սա աղեր սեմի մոր, ով պատրաստ է ամեն ինչի, միայն թե թույլ չտա անցյալի արհավիրքին մտնել իրենց տուն։ Սակայն Լալան եկել է ոչ թե դատարկաձեռն, այլ մի լուրով, որը կայծակի հարվածի պես շամթահարում է Անիկին։ Նա հայտնում է Քաջիկի նամակի մասին։ Այդ պահից Անիկի աշխարհը փլուզվում է։ Նա ապշած, կարծես իրականությունից կտրված, մտնում է տուն, որտեղ նրան սպասում է Սաքոն։ Անիկը հավաքելով իր վերջին ուժերը, դիմում է Սաքոյին մի հարցով, որի պատասխանը արդեն գիտի։ Նա ուզում է լսել ճշմարտությունը հենց ամուսնու շուրթերից, թե ինչ է գրված Քաջիկի նամակում։ Սակայն Սաքոն, տեսնելով Անիկի վիճակը, խուճապի է մատնվում։ Նա սկսում է տենդագին փնտրել նամակը, բայց այն չկա։ Հենց այստեղ էլ նրա կասկածները վայրկենապես ուղղվում են դեպի Նարէ։ Սաքոն համոզված է, հենց Նարեն է կողացել այդ ճակատագրական թուղթը, բայց նույնիսկ այս իրավիճակում նա շարունակում է իր ստի ու կեղծեքի քաղաքականությունը, Անիկին չհայտնելով նամակի իրական ու սահմռկեցուցիչ բովանդակությունը։ Մինչ այդ քաղաքի մյուս ծայրում Հայկը հուսահատությունից դրդված տակնու վրա է անում ամբողջ քաղաքը, չգտնելով Նարեին եւ չստանալով ոչ մի լուր, նա վերջին հույսով որոշում է գնալ գյուղ, կարծելով թե գոնե այնտեղ ինչ որ հետ կգտնի։ Բայց ճակատագիրը դաժան կատակ է խաղում նրա հետ, հենց այդ պահին Նարեն վերադառնում է տուն։ Սակայն նա մենակ չէ։ Երբ Վռամն ու Սոնան բացում են դուռը, նրանց առջև կանգնում է Նարեն Արմոյի ուղեկցությամբ։ Սա մի տեսարան է, որը սառեցնում է ներկաների արյունը։ Նրանք ներս են մտնում, եւ տան մեջ ստեղծվում է մի ծանր, գրեթե շնչահեղձ անող մթնոլորտ։ Նարեն հավաքում է բոլորին՝ Սաքոյին, Անիկին, Վռամին ու Սոնային, եւ բոլորի ներկայությամբ հնչեցնում է այն սարսափելի հայտարարությունը, որին ոչ ոք պատրաստ չէր։ Նա ասում է, որ ամուսնանում է Արմոյի հետ, եւ որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ հնչեն, նա ամուր բռնում է Արմոյի ձեռքը։ Անիկը որպես մայր զգում է, որ այս ամենի հետևում մի մութ ու ստիպողական բան կա։ Նա աղերսում է դստերը նման քայլ չանել, փորձում է հասկանալ արդյոք Արմոն սպառնացել է նրան, բայց Նարեն կարծես քարացած սրտով հերքում է ամեն ինչ։ Այս ողջ ողբերգության մեջ միակ մարդը, ով չի թաքցնում իր գոհունակությունը, դա Սաքոն է։ Նա ուրախ է, որ իրադարձությունները նման շրջադարձ ստացան, քանի որ դա բխում է իր շահերից։ Իսկ Սոնան հայտնվել է անելանելի վիճակում։ Նա գիտի, թե որքան է սիրում Հայկը եւ ինչպես է փնտրում Նարեին, եւ հիմա նա պարզապես չգիտի, թե ինչպես է հայտնելու այս կործանարար լուրը Հայկին։ Ինչպես հայտնել մի մարդու, որ իր կյանքի միակ սերը որոշել է կապել իր ճակատագիրը մեկ ուրիշի հետ։ Ինչ եք կարծում դուք, սիրելի դիտողներ։ Ինչ կանի Հայկը, երբ իմանա այս դաժան լուրը։ Գրեք ձեր կարծիքներն ու վարկածները մեկնաբանություններում։ Մենք շարունակում ենք հետևել Հարսնաձորի լեգենդի ամենալարված զարգացումներին։ Բաժանորդագրվեք ալիքին եւ միացրեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ բացառիկ վերլուծությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։